Ավելի քան կես միլիոն դոլար են գողացել քննչական կոմիտեից, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում այն որպես իրեղեն ապացույց էին պահում, թե ով ու ինչպես է փողը տարել, առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա, միայն հակակոռուպցիոն կոմիտեն է հայտարարություն տարածել, թե քննչականից հաղորդում են ստացել քրեական վարույթ նախաձեռնել, 1 հոգու ձերբակալել։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Ում է ձերբակալել հակակոռուպցիոնը, մամուլը վաղ առավոտից գրում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին։ Լրատվամիջոցների տեղեկությունը սակայն քննչականի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, այդ թվում նաև ամբողջ այն պրոցեսը, որ նկարագրում են, թե գողը շենք է մտել քննիչի կեղծ անցագրով, այնտեղ մնացել ամբողջ գիշերը, չհրկիզվող պահարանից գումարը հանել դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի մեկնարկից առաջ դուրս եկել։ Քննչական կոմիտեն հենց այն մարմինն է, որը զբաղվում է հանցագործների բացահայտմամբ եւ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելով։ Հետևաբար, երբ որ այդ մարմնից է այդ տեսակ գումար անհայտանում իրեղեն ապացույցի տեսքով, իհարկե սա տարակուսանք է առաջացնում, որովհետեւ այդ մարմինը առավելագույնս պետք է պաշտպանված լինի եւ զերծ լինի նման միջամտությունից։ Եթե այդտեղ են նման բաներ տեղի ունենում, իհարկե սա շատ մտահոգիչ է բոլորիս համար։ Եթե անգամ ոչ գողության, ապա առնվազն պաշտոնեական անփութության հետ խնդիր կա, հավելում է փաստաբանը։ Իրեղեն ապացույցի ոչ պատշաճ պահպանության համար այդ պաշտոնատար անձը լիիրավ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Քննչականում չնկատեցին նոտարին, ինչպես այդքան պրոֆեսիոնալ գործեց ամենատեսների կողքին։ Հարցերն առայժմ օդում են մնում, հատկապես երբ տեղեկություններ կան նաև, թե գումարի հափշտակության երկրորդ փորձն է պահարանի բանալու ու անցագրի կորելու հետնապատկերում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։